հայ ժողովուրդը շատ լավ հասկացել է տնտեսական մասը եւ տնտեսական հետևանքները այն հայտարարությունների, որ հնչեցին եւ այն քայլերի, որ հնարավոր է որ տեղի ունենան։ Այստեղ համաձայն եմ։ Այստեղ իսկապես պետք է ջանքեր գործադրել մարդկանց բացատրելու համար, թե ինչ կարգի հետևանքներ կարող են լինել։ Այո, խոսքը ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության անհամատեղելիության մասին է։ Բարբերաբար դրա մասին խոսում էին նաեւ այլ պաշտոնյաներ բարձրաստիճան Ռուսաստանի եւ միևնույն է մեր իշխանությունները ասում են, որ մեկը մյուսին չի խանգարում, մենք դեռ չենք մտել Եվրամիություն, երբ որ կմտնենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք եւ երբ որ այդ որոշումը կայացնենք, այդ որոշման մասին ձեզ կհայտնենք։ Հիմա շատ հստակ ասվում է, որ ինչ որ մի կետ է լինելու, երբ որ այս վերաբերմունքը ըստ էության երկու լարի վրա խաղալու այլևս չի անցնելու։ Եվ նաև շատ ինձ համար շատ կարևոր էր եւ շատ այսպես վտանգավոր էր գազի գնի մասին, վտանգավոր հետևանքների առումով գազի գնի բարձրաձայնումը, թե դա որքանով է վաճառվում Եվրոպային եւ որքանով է վաճառվում Հայաստանի Հանրապետությանը։ Մի քանի անգամ ավելի թանկ եւ առհասարակ այսօր գազի ճգնաժամ կա եվրոպական բոլոր երկրներում, այսինքն բոլորը այդ կախվածության մեջ են եւ մենք ինչ որ անհասկանալի այսպես արկածախնդրությամբ մեզ հայտնի չի թե որտեղ ենք փորձում նետել անհեռանկար անդամակցության հետևից գնալով, մենք փաստորեն կարող ենք կորցնել հողի վրա ունեցած մեր բոլոր ռեալ այսպես հնարավորությունները, այն ինչ որ մենք այսօր ունենք։ Այս մասով ինչպիսին են ձեր կանխատեսումները։ Ընդհանրապես այն ձևակերպումը, որը Հայաստանը տալիս է, վիրավորական է Ռուսաստանի համար։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ռուսաստանում եւ ասեմ, վիրավորական է հետեւյալ կերպ։ Մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք դեպի Եվրոպա։ Դուք դեռ սպասեք։ Դուք էլ սենց էլ երբ որ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չի ԵԱՏՄ-ն եւ Եվրոմիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս են գալու, բայց դուք դե մնացեք ոնց որ զապասկա եք, էլի։ Սենց երբ որ մենք սենց որոշենք, այն ժամանակ դուրս կգանք։ Ես կառաջարկեի, որ իմ ժողովուրդը հետեւյալ բան մոդելը մի հատ փորձի պատկերավոր ինչ որ իրեն համար սենց ստեղծել այդ մոդելավորում անել։ Դու փոքր բիզնեսի տեր ես եւ քո բիզնեսը ուղղակի սենց 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է։ Իմ ասեմ 50, որտեղ Հայաստան, Ռուսաստան սենց 50-100 անգամի տարբերություն է տալիս։ Եվ դու այդ քո պարտներական բիզնես կապերը միշտ այդ խոշոր բիզնեսին ասում ես, դե գիտես, ես հիմա քո հետ համագործակցում եմ այնքանով, ինչքանով, բայց հենց հարմար մի ուրիշ պարտներ գտնեմ, ես քո մոտից բան եմ անել, դուրս եմ գալ։ Եվ անընդհատ հենց հրապարակային դու դրա մասին խոսում ես։ Այդ խոշոր բիզնեսին ինչ անելու։ Մի օր ասելու այ մարդ, ես դու ով ես։ Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու գնա ու ուզում ես փնտրի, ես քո համար բան զապասկա չեմ։ Զուտ մարդկային նաև հարաբերությունների տեսանկյունից հա վիրավորական է։ Եթե նույնիսկ դու մտածում ես այդպես, դու ամեն քայլափոխին դրա մասին չպիտի խոսաս։ Կարող է գալ մի պահ, երբ դու որոշես, որ այլ տարբերակը ավելի հետաքրքիր է, բայց հարաբերությունները ազնիվ պետք է լինեն։ Մոտարապես նույնը կատարվում է այսօր, ոչ թե մոտարապես, հենց նույնը կատարվում է այսօր Ռուսաստանի հետ։ Եվ վերջերս մի երկու օր առաջ մի պաշտոնյա ինչ ասեց, մենք ընդհանրապես դուրս կգանք ԵԱՏՄ-ից։ Այո, ասում է գազի գինը թանկացնեն։ Ով ասեց, քիչեմ էլի շում։ Որ կարևոր չի ով ասի։ Գազի գինը թանկացնեն։ Դուրս կգանք ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Հետաքրքիր պաշտոնյա է, օրերին շատ հետաքրքիր հայտարարություններ արել, պետք է անենք։ Հիմա ես կառաջարկեմ հետևյալը, ուղղակի մի հատ հասկանալ։ Այդ ԵԱՏՄ-ից դուրս գալը ասենց ում է ցավացնելու։ Դա ասում է ռուսներին էլ է ցավացնելու։ Լավ, նայենք։ Մենք իդեպ դրա մասին այստեղ խոսացել ենք։ Հայաստանի արտաքին առևտրի
35% պաշտոնական, 35-ից 40% Ռուսաստանն է։ Բայց եթե այդ զուգահեռ էքսպորտ իմպորտի այդ բաները ամբողջ օպերացիաները, եթե մենք հաշվի առնենք, իրականում մոտարապես 60%-ն է Ռուսաստանը։ Երբ որ Դուբայից ապրանքը գալիս աստես, տեղից գնում է, այսինքն սանկցիաները շրջանցելու ճանապարհով իրական պատկերը շատ ավելի ուրիշ է։ Հիմա նայենք, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը։ Գիտեք ինչ տոկոս է կազմում։ Փոքր։ Ինչ մոտավորապես, ասենց մի հատ լարեք, էլի 2, 3, 4, 0.3% 0.3 եղել 22 թվականին միջև ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա Հիմա մի մոտավորապես 0.5-0.7%։ Սա այն տոկոսն է, որ Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու։ Հասկանում եք, ասենց լրիվ խզում ես կապերը, Ռուսաստանը ոչ ոք չի նկատելու ընդհանրապես, որ ինչ որ եղել է այսպիսի ծավալների արտաքին առևտուր։ Հայաստանում դա լինելու է կոլապս բոլորի համար։ Հայաստանի բնակչության 80%-ը առնվազն այս կամ այն ծավալի կախվածություն ունի բարեկեցություն այդ 80%-ի Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Եվ ես կրկնեմ միտքը, չի կարող երկրի կառավարությունը եւ առաջի դեմքը վարել արտաքին քաղաքականություն, որը հակառակ է երկրի տնտեսական շահերի։ Սա ուղղակի հարվածել ժողովրդի բարեկեցությանը։ Բայց մինչև տնտեսական շահերին գալը ԵՄ գնալու էս միֆը երկու կոմպոնենտ ունի, էլի։ Մեկը ոնց որ արդիականացման կենտրոնն է ԵՄ-ն, նայեք մենք գնում ենք ԵՄ, որ արդիականանանք, մի օր մեր տնտեսությունն էլ այդ ստանդարտներին կամապատասխանի, դա վատ իդեալ է արդյոք, եւ երկրորդը ժողովրդավարացման ավելի, որ մեկ-մեկ sense հեգնակով դա որ միության անդամ կուզենք լինել, ԵՄ թե ԵԱՏՄ, հələ մի հատ նայեք, էլի sense հեգնակով։ Բայց այս մի քիչ հակադրությունը կեղծ չի իրականում։ Իմ մոտ տպավորությունն է, որ մենք գնում ենք, վազում ենք միտեղ, որտեղից աշխարհը հետ է գալիս։ Հիմա արդյոք ամենագրավիչը ԵՄ շուկան է, տնտեսական առումով նույն։ BRICS կա, մենք նախընտրական ծրագրում ենք դրա մասին խոսել, կարող է ավելի շատ մեզ ավելի համապատասխանող ու շահեկան է այդ շուկան, ու դրա մասին պիտի մտածենք։ Այսինքն այս մոդայով գնալը այն էլ որ մոդան անցել է արդեն, ինչ է մեզ տալի։ Շատ առարկայական է հենց տնտեսական կապերը։ Ես կրկնեմ ուղղակի այս միտքը, չեմ հոգնելու, սա կրկնելու։ Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին։ Սա ուղղակի հարված է ժողովրդի բարեկեցությանը։ Մարդ, որը մտածում է Հայաստանի Հանրապետության մասին եւ մեր ժողովրդի մասին, չի կարող այդպիսի քաղաքականություն վարել։ Հիմա ես շատ པարզ օրինակներով սա բերեմ։ Այդ արժեքային համակարգի մասին խոսենք, բայց ես ուզում եմ այնուամենայնիվ տնտեսականը sense հասցնել միջև մի կետի, որը հասկանալի լինի ժողովրդի համար։ Մեր ամբողջ գյուղատնտեսությունը, օրինակ դուք գիտեք, քանի տոկոսն է գյուղատնտեսական արտադրանքի գնում Եվրոմիություն։ Ենթադրում 0-ի մոտ թիվ է, այո։ 0-ի մոտ թիվ պետք է լինի։ 0-ի մոտ, ճիշտ է։ 1%-ից ավելի քիչ։ Վերամշակվող արտադրությունը, արտադրության օրինակ ապրանքները, օրինակ գինին, մոտավորապես 3%, 3-ից 5%։ Կոնյակի արտադրությունը, մոտավորապես 3%։ Ես այս ամենը ուսումնասիրել եմ դեռ 1.5-2 տարի առաջ, մի քանի օր առաջ փորձեցի թարմացնել, բան չի փոխվել։ Հիմա բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են կոնյակի արտադրության հետ, գինու արտադրության հետ, որոնք ունեն ջերմոցներ, եւ այդ ջերմոցներում աճեցրած ապրանքը 100%-ով գնում է Ռուսաստան։ Օրինակ լիքը ջերմոցներ կա ծաղիկեն, չէ՞։ Ընդամենը 1%-ից ավելի քիչն է գնում Եվրոպա։ Մեկ-մեկ չի գնում ընդհանրապես։ Այս մարդիկ պետք է հասկանան, որ մեկ օր, ասենց եթե բանը փեդը վերցրած արջին բզում են, այդ արջ կարա այնպես հարվածի, որ բոլոր ամբողջ քո երկիրը դողակի կաղնի մի կոլապսի առջև։ Այս վիճակն է։ Դե մենակ գազը գինը հերիք չի։ Ինչ են անելու այդ մարդիկ, եթե հանկարծ Ռուսաստանը ուղղակի իր քաղաքականությունը փոխվի եւ վերաբերմունքը փոխվի Հայաստանի նկատմամբ։ Ինչ են անելու այդ մարդիկ։ Իրենք ամեն մեկը պիտի հաշվի առնի, թե ինքը ինչ կարգի վարկերի տակ է,
ջերմոց կառուցելուց ինչ հարաբերությունների բանկերի հետ եւ ինչ հետևանքները կարող ունենալ։ Ես վերջերս Մոսկվայում էի եւ Մոսկվայից Երևան թռնելուց ինքնաթիռում իմ հետ նստած էր մի երիտասարդ։ Ինքը փորձում էր շփվել, մի քիչ շփվեցինք հենց թռիչքի ժամանակ։ Ասում է անհանգիստ եմ, կարող է այս վիճակը ավելի բանան է, ավելի խորանա։ Այո։ Ասում եմ, այո, այն ինչ որ ես տեսնում եմ, ավելի է խորանալու, հարցրեցի թե ինչի ես անհանգիստ։ Ասում է ջերմոց եմ սարքել, վարկեր են վերցրել, ծաղիկ ենք բերում, Ռուսաստանում վաճառում։ Անցած տարի 2 ամսը որ փակեցիք, սնանկացման եզրին էինք։ Ասի, իսկ եթե 6 ամսով փակեն, ինչ էս լինելու։ Ասեց լրիվ սնանկանալու եմ, անհանգիստ եմ, ինչ է լինելու։ Ոնց խոսացինք բավական երևի մի քիչ ժամ քննարկում էինք այդ հարցը։ Ես զգացի մարդու մեջ անհանգստությունը, թե ինչ օրում էինք հայտնվելու, եթե այս քաղաքականությունը շարունակվի։ Հազարավոր մարդիկ այս վիճակում են։ Լոլիկը դուր է ստանելու։ Անկամ քպեական բիզնեսմեններն են հասկանում այս հարաբերությունների փչացման գինը, որ իրենք են վճարելու։ Ինչ ենք ասում մենք։ Մենք չենք ասում Եվրոպայի հետ ճշնամանանք։ Հակառակը։ Եթե հիշում եք, նաև մեր քննարկման ժամանակ էր ես ինչ էի ասում։ Մենք փող ենք աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքում եւ այդ հարաբերությունների շնորհիվ։ Սիրում ենք Եվրոպա։ Okay։ Մենք փող աշխատենք այդ հարաբերություններում, չփչացնենք, այդ աշխատած փողը գնա Իտալիայում ծախսի։ Իսկ եթե դա նշանակում է, որ մենք ազատ վիզա չենք ունենա, հարաբերությունները կվատանա։ Որևէ խնդիր չկա ազատ վիզաների process-ի քննարկումը սկսել ենք դեռ իմ ժամանակ, եւ սա չի կարող իրար հակադրել։ Դե ես պիտի ասենք մարդկանց, որ դու կարող ես փող աշխատել ու ավելի հեշտ Պատգամավոր եք, ասեք։ Աս ձերը։ Ես պատգամավոր չեմ։ Ես պատգամավոր չեմ, բայց ամբողջ իմաստը դրա մեջ է, որ դու մի հակադրեք մեկը մյուսին։ Այս այսօր խնդրեմը նաև հետևյալի մեջ է։ Եվրոպան ինքը Եվրոմիությունը թշնամի է համարում Ռուսաստանին։ Եվ ուղղակի հայտարարում են, որ այս ապատերազմի լինելու եւ այլ այդ թշնամությունը Ռուսաստանը չի հրահարում։ Եվրոպան է հրաժարվել ռուսական գազից, ռուսական նավթից։ Այդ լարվածությունը ավելի շատ Եվրոպայի կողմից է գալիս դեպի Ռուսաստան պայմանավորված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Մենք ինչ ենք ասում, մի մտեք այդ թշնամանքի արանքը, մի հայտնվեք տեղ։ Շարունակեք փող աշխատել Ռուսաստանի հետ, ձեր հարաբերություններում։ Սիրում ես Եվրոպա, հա ես էլ եմ սիրում Հունաստանը։ Մի թշնաման, մի մտեք արանք, մոտ 200,000 մարդ արտագնյա աշխատանքներ են գնում ամեն տարի Ռուսաստան։ Տարբեր տարիներում 150-ից մինչև 200,000 մարդ, մոտավոր թվեր եմ ասում։ Ռուսաստանում բավական խստացրել են միգրացիոն քաղաքականությունը։ Հիմա դուք պատկերացնեք, այդ մարդիկ չկարողանան գնան աշխատանքներ, ինչ են անելու, Եվրոպա են գնալու։ Ինչ են անելու Եվրոպայում։ Հիմա ամեն մի մարդ, ով գնում է արտագնյա աշխատանքներին, պետք է այս իշխանության քաղաքականությունը ասենց պրոյեկցիա անի իր վրա, ինչ է ինքը անելու։ Մարզային հանդիպումների ընթացքում գիտեք, մեզ տասնյակներով բողոքում են այդ նույն մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են գնում, որ են հայտարարությունների անպատասխանատու հայտարարություններ, հիբրիդային սպառնալիք եւ այլն, հետևանքը իշխանությունը չի կրում, բայց իրանք ամեն օր կրում են։ Կանգնեցնելուց սկսած, մինչև փաստաթղթերի բարդացում, մինչև վերաբերմունքի փոփոխություն։ Այսինքն Պաշտոնյան անում անպատասխանատու հայտարարություն, քաղաքացին դա իր վրա կրում է դրա հետևանքները։ Ոնց որ պատերազմի դեպքում եղավ, ոնց որ մեր Ռուսաստանում աշխատող քաղաքացիները ու հայկական ամենամեծ փյուրքի իրականում, չէ՞։ Քրիստինե, հանրային դաշտում այդ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ բավականաչափ կուտակվել է։ Բավականաչափ միջև մոտ առապես վերջի մի 2-3 տարվա ընթացքում կուտակվում էր։ Ես այդ կապերը ունեմ, ես գիտեմ այդ տրամադրության մասին։ Ռուսաստանի նախագահ, այսպես ասենք, կումուլյատիվ, այսինքն լցված խնդիրները ուղղակի այս անգամ ինքը արտահայտվեց։ Այս անգամ արտահայտվեց։ Բայց իրականում հանրային ընկալման մեջ այն հանգամանքը, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի թշնամիներին, բավական խորն է։
Եվ եթե մարդիկ մտածում են, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիան չի բերում հակահայկական տրամադրությունների գեներացիայի Ռուսաստանում, ճարոճար սխալվում են։ Դու չես կարող ստեղ գեներացնել անընդհատ հակառուսական տրամադրություններ եւ դա նույն պրոյեկցիայով չսկսվի Ռուսաստանում։ Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում։ Եվ ամենամիս մի թիվ էլ ասեմ, ամենամիս 150-ից մոտ 200 միլիոն դոլարի տրանսֆերներ են ուղարկում իր հարազատներին։ Խիեք այս ազգը բաժանում նաև նոր բաժանարար գիծ ստեղծում այս ազգի 2 քանի միլիոնի ու Հայաստանում ապրող փաստացի մոտ 2.5-2.7 միլիոն։ Մենակ այս մասը որ բանաձևենք եւ ուղղակի մենք ասենք որ sense խոսում ենք, մենակ Ռուսաստանի մասին չի, Հայաստանը ռեսուրս չունի, գերտերություններից որևէ մեկի հետ արճակատման, թշնամանքի ռեսուրսը մենք էլ չունենք։ Աշխարհի որ ուժային կենտրոնը կլինի, որ գերտերությունը կլինի։ Ռեսուրս ունենք, մեր անվտանգության հարցերը լուծենք։ Որևէ մեկի հետ թշնամանալ մեզ ինչի է պետք, էլի։ Քրիստինե, հարցը մի քիչ այլ կերպ կձևավորի։ Իսկ ինչի համար։ Ինքնիշխանությունը շատ ավելի վտանգված է լինում, եթե դու ունես թշնամիներ։ Ինչքան ավելի հզոր թշնամի ունես, այնքան քո ինքնիշխանությունը ավելի է վտանգված։ Հիմա իմ հարցը հետևյալն է. հանուն ինչի է բզում անընդհատ։ Ինչի համար։ Երբ որ հնարավոր է, ես համոզված եմ հնարավոր է շատ իսկապես լավ մոդել ունենալ։ Շատ լավ մոդել լինել ԵԱՏՄ-ի կազմում, իսկապես փող աշխատել։ Փոքր երկրի համար մեծ շուկան դա հսկայական առավելություն է։ 150 միլիոնանոց շուկայում դու ունես մուտք